Կոֆե խմողներ, հավաքվեք, առավոտ շուտ ձեզ համար լավ կոֆե եմ բերել։ Լեսկոյի ջամբոն, իմ սիրած կոֆեն, եմ որ գրում հարցնում եք, ինչ կոֆե ես խմում, որ այդքան գոհ ես, գովում ես, Լեսկոյի ջամբոն, դառը կոֆե։ Եվ բարևներ բոլորիդ, հետևորդներ ջան, ժողովուրդ ջան, ինձ դիտող բոլոր մարդկանց։ Ձեզ շնորհակալություն ինձ այդքան շատ մեկնաբանություններ, շնորհավորանքներ գրելու համար։ Ինչքան շատ եք գրել, ինչքան շատ եք շնորհավորել։ Աստված բոլորիդ օջախներն էլ շեն պահի, լի պահի, առողջ լինեք եւ ձեր նպատակներն էլ թող կատարվեն։ Գնացինք կոֆե դնելու։ Գիտեք մտքովս ինչ անցավ, ասում եմ, այ Նազո, ինչ ես այդքան ուրախ, առավոտ շուտ արթնացել ես։ Մեր վայքի բարբառով ասած մոթելոս, այսինքն լույսը չբացված ու գնում ես գործի, այդքան է ուրախ ես։ Ասած ես ածում ասում, այս ժամին մարդ պետք է մուշ քնած լիներ։ Այլ ինչ պետք է հելնեմ, գնամ գործի։ Դա ժողովուրդ ջան, էտա։ Ամեն անգամ էլ ես ինձ համ բողոքում եմ, ես բողոքում եմ ու ինքս ինձ էլ խրատում եմ։ Էտա հեշտ գործ չկա, հեշտ բան չկա այս կյանքում։ Բոլոր գործերն էլ դժվար են։ Գիտեք ոնց է հեշտ թվում, մեկ մյուսի գործը միշտ էլ ասում է քո աշխատանքը հեշտ է, քո գործը հեշտ է, բայց հեշտ բան չկա։ Եվ շատ եմ լսել ասում, դու ինչա գնում ես այնց, դուք խոսքի շուտ եք մի քիչ գալի, բայց շուտ մի քիչ գալու համար ինչքան շուտ են գնում, շատ են դժվար աշխատանք, բոլոր աշխատանքներն էլ դժվար են, բայց դե մարդ պետք է աշխատի, ստեղծի, որ ուրիշի ձեռը չնայի, կամ էլ հիմա այնպիսի իրավիճակ է, որ մարդիկ հազիվ են հասցնում իրենց հոգսերը, գործերը, մի խոսքով պրոբլեմները, որ ոչ ոք էլ քեզ չի կարող օգնել։ Հա, մի խնդիր լինի, մի բան լինի, մի անգամ կօգնեն, բայց հետո էլ չեն օգնի, կամ էլ ինչի աշխատենք, քանի կարող ենք աշխատենք, Աստված ձեռվոտ տվել է, միտք տվել է, խելք տվել է, աշխատենք եւ ամենակարևորը, որ առողջություն էլ տա, ապահովի մեր առողջական այդ վիճակը լավ լինի, կաշխատենք։ Էտա։ Դե աշխատող մարդիկ, ովքեր նորից այս ժամին արթնացել եք, գնում եք գործի, ձեր գործերին հաջողություն, չնեղվեք։ Ժողովուրդ ջան, ու չմտածեք, որ ուրիշի գործը հեշտ է։ Միայն ձեր, մեր, իմ աչքերով այդպես թվում։ Բոլոր գործերի մեջ էլ կա բարդություններ, տեսեք կոֆես թափում էր, դժվարություններ ու պետք է աշխատենք։ Մեր հանապազօրյա հացը ստեղծենք, հետա։ Բայց դե որ վերցնում ես, մտածում ես գոնե այդ անտեր աշխատավարձը մի քիչ բարձր լիներ, ասեիր հա դե լավ, գնում ենք էլի մի բան կբերենք, մի հոգս, մի բան կանենք, բայց մեկ մտածում ես, գնում ենք, մենք սովոր ենք գնալ, բայ մանավանդ մեր մարզում մի քիչ դժվար է գործ ճարել, աշխատել, շատ դժվար է, շատ։ Սելա ես անկյունում այսպես թևս հենեմ ու խմեմ։ Այսօր ինչ եղանակա։ Ահա որ սկսես ցրտել, հեն պարվի ուլերի օրին ընկանք, հեն որ մտածում ես գարունա, հիմա էլ մենք մտածեցինք փետրվարն է էլի կտաքանա, մեր մեծերը գիտեք, ես ինչ խոսք են ասել, ես երեխա ժամանակ միշտ էլ տենց
լսել եմ եւ փոքր էի, մի ուրիշ տեսակ էի պատկերացնում այդ խոսքը, ասում են Տերն ընթառաջից հետո, տրնդեզից հետո եղանակը կտաքանա, բոլորը կրակ են վառում, օդը տաքանում է, մտածում էի, ես պատկերացնում էի, հա, ամեն մեկը մի մեծ կրակ արեց, օդը տաքացավ, ձյունը հալվեց, այդ է մեծական խոսքը, ասում են տրնդեզից հետո տաքերը կընկնի, հուսանք, այդ կրակին է սպասենք, խմեմ, քանի տրիվոգը չեն դրական չէ, մեկ է տեսար, կանչեցին, դե լավ, ես գնամ աշխատանքի, դուք էլ եք գնացեք ձեր գործին, ձեր աշխատանքին, ինչա, ընդմիջման ուտելիք, մուտելիք դրեք, վերցրեք, գնացեք, ես էլ գնամ իմ գործին, ինչպես ուռին ու բարդին, ամեն մարդ իրա դարդին, կհանդիպենք տանը, երբ որ աշխատանքից գամ։ Էլի հետևորդներ, հավաքվեք, եկեք ինձ հետ միասին ստուգենք, տեսնենք այս տանջված ջազվայի միջի ջեջի չի հասե, վառենք տեսնենք, ասեմ, որ աշխատանքից էլ եկել եմ, ինչ թարանեմ, ինչ թարչանեմ, չգիտեմ, իմ ձեռով միած ստուգեմ, տեսնեմ ինչա, այս որ հասավ, պիտի անպայման քաշենք, թե չէ կմնա, հիմա ստուգում ենք, այնի լույսերը, անջատում ենք լույսերը, որ ավելի պարզ երևա, վառվելու պահը, և գնաց, յա, չի ուզում վառվի, չի, ոչ չէ, հա ուզում է, տեսեք, չէ, սա նշանակում է, որ էսի չի հասե, կպնում է, կպավ, բոցը, հասել է, բայց հանգնում է շուտ, ես թողենք վաղը, պիտի սենց չհանգնի սիրելի հետևորդներ ջան, պիտի հենց կպնի ու ինքը վառվի, ես հաստատ թողնում ենք վաղը, վառեցի պետք է անմիջապես կպնի ու իչքան սպիրտային մաս կա մեջը, վառվի, էսի վաղը, ես վաղը, ես մի գործից պրծա, բայց հիմա մտածեմ ինչ եփ եմ ուտելու, սիրելի հետևորդներ, ամաններն էի լվանում ու մի բան որոշեցի ցույց տամ, անջատեցի, ծորակը փակեցի ու տեսեք ինչու եմ այս կաթսաները ես հավանում, այն պարսկական էժան կաթսաներն են, որ 8 կտորը արժի 20-18 000, բայց ասեմ, որ ես չեմ կարողանում այդ վաքածուն գտնել, երևի Երևանում հաստատ կլինի, ուրեմն սա 3 ծնունդիս նախօրեին ամսի 10-ին տոլմա եմ, երեկոյան տոլմա պատրաստեցի ու տեսեք քանի անգամ տաքացրեցի, ջուրը եռաց, թափվեց, կաթսայի տակը, նայեք, կաթսայի տակը, ինքը գույնը, ահա սենց կողքերով, տեսեք, վառվել է, ջուրը թափել է, վառվել է, ու որոշեցի ցույց տամ, հիմա ջուրը բացում եմ, ձեր աչքի առաջ, ահա, այսպես պահում եմ, որ համոզվեք, ոչ մի նյութ չեմ լցնում, թող գնա, ուրա գուբկան, ահա, սա ամանի գուբկան, և ընդամենը վերցնում եմ հեղուկը, տարածում, մի քիչ ցածր անեմ ու ձեր աչքի առաջ, տեսեք, մաքրում, նայեք, ինչքան հեշտ է մաքրվում, ես էլի եմ ասում, են թանկանոց կաթսաներից ունեցել եմ, բայց հիմա տակը ցույց տամ, կասեք էդ ինչա կատ, ինչ նյութ ասես, որ չեմ քսել, չեմ օգտագործել, չի մաքրվում, սովորական ժեմչուկով, կանթերը, այս մասը,
Հիմա լավ տենց ժեմչուկը հեղուկով, ընդամենը սովորական գուբկայով, սպունգով մաքրեցիք ու մի հատ գնաց ջրի տակ, ահա, նայեք, հիմա կասեք էսի անհնար է, բայց այո, հնարավոր է, ես դրա համար եմ այս կաթսաներից ուզում, շատ հարմար, են որ հիմա ցույց կտամ, չգիտեմ Եղեգնաձորում սևը տեսել եմ, երևի գնամ սևը վերցնեմ, ահա, մի հատ հետք չկա, զարմանալու բան է, նույնն էլ մեջը, ահա, բա ոնց ես չգովեմ այս կաթսան, տեսեք իրա մեջը ոչ մի բան գրած չի, ոչ կողքերն է գրած, տեսել եմ, որ մեջը գրած է պարտոկալա, ոնց որ թե, են որ աչկներիդ առաջ էլ ամեն օր այնքան շատ եմ սիրում, որ ամեն օր այս կաթսայով եմ ուտելիք պատրաստում, բացի վերջացրեցի և գիտեք ինչ է կատարվում, մեր տանը բողոքի ակցիաներ են, հիմա կասեք էդ ինչ բողոքան աշջան, մեր տանեցիք, բողոքում են ընդդեմ սննդի, բողոքում են, որ ես ջրալի ճաշ չեմ պատրաստում, մեկը մի քանի տարբերակներ են առաջարկել ծավարով, աղացած ծավարով շորվա և ավելուկով ջրալի ճաշ, հիմա ինձ ասեք, դուք որը կնախընտրեիք, մեկնաբանություններում գրեք, բայց ես էլ երկու քարի արանքում, երկու սարի արանքում մոլորվել եմ, չգիտեմ ինչ անեմ, և մտածում եմ, որ ավելուկով ճաշը կարելի է երկուսն էլ եփել, ավելուկով ճաշը, որ մնում հնանում է, ավելի համեղ է դառնում, չգիտեմ, հետ էփելն էլ է մի բան, մի էփելն էլ է, կրակ զուլում, բայց հաստատ գիտեմ, որ արդեն լոբին պատրաստել եմ, հողամասի լոբիներն է, որ հավաքում ենք իրար հետ, խաշեմ, չի լինի, սալատ կպատրաստեմ, ամեն ճարը, ամեն ինչի մասին մտածել եմ, տեսեք, կարմիր բազուկել եմ լվացել, արդեն որ են չլինի, են կլինի, բայց այստեղ տեսեք, ես ընտրել եմ ամենալավերը սերմի համար, որ ցանեմ, սա սերմացու է, կտանեմ սերմերիս մեջ, որ ցանեմ, փայտով վայրոնկա լոբինա, դե լոբին դնեմ թողեցի, ամենաճիշտը լոբին, երբ որ տաք ջրով որոշել եք պատրաստել, խաշել, տաք ջրով թրջում եք, մի քանի ժամ հետո էփում, բայց ես չէի որոշել, նույնիսկ կարելի էր, եթե որոշած լինեի, գիշերը թրջել ու հեշտ կլիներ էփվելը, բայց շատ շուտ էփվող լոբի է, սա էլ սերմը ասեմ, բայց որ ես վայրոնկա լոբու սերմը քիչ է, որտեղից պետք է ճարեմ, չգիտեմ, ստեղ այդ չրերից կարելի է հանել, օգտագործել, ուտել, ինչ եմ բացել այստեղ, և են որ սիրտս քաշեց, հիմա ցույց տամ, դուք էլ կասեք, վախ, մի կտոր չլիներ, մենք էլ ուտենք, ինչ ասա սիրելի հետևորդներ, լավաշ, բայց ինչի լավաշ է սա, ինչի լավաշ է, մոսուրի լավաշ, պատրաստելու ընթացքը դե ցույց եմ տվել, այնքան համեղ է,
առանց շաքարավազի եմ պատրաստել։ Հիմա ուզում եմ կտրատեմ, լցնեմ այստեղ։ Որ չեմ ուզում, ինչ որ մեջը շաքարավազ լցնեմ, փաթաթեմ, ասենց համով է բնական կտորներով։ Չեմ սիրում մեջը, այն որ շաքարավազ պեսոկ, պոպոկ անենք, այսենց սիրուն, վերցնենք ուտենք։ Այսենց հետաքրքիր բաներ եմ սիրում։ Չճարվող, դիֆիցիտ բաներ։ Այս տարի հաջողություն լինի, սենց բաների վաճառքով եմ զբաղվելու։ Ամենան նազելի Նազի խոհանոց։ Սա էլ սառնարան նորից։ Մասուրի համը վերջնա։ Եվ սիրելի հետևորդներ, որոշեցի, որ ձավարով շորվան պատրաստեմ, բայց դե լոբին էլ եմ խաշում, թող պատրաստ լինի, միգուցե վաղը ավելուկով ճաշ պատրաստեմ, այստեղ կարմիր բազուկն էլ դրեցի, որ խաշվի, տուր, Հրան, տուր, ես դնեմ և մի հատ պելե կոֆե խմենք, որ ուզում եմ լացեմ, գալիս ես, ասի գախնի լացեմ, սոխի մահանա արտը խախուդ, մահանան կարկուտ, մահանա սոխը մի հատ լացեմ, հիմա այսի որը որ դե դնեմ, ինչ անեմ, ես կարելի է տեղափոխել այստեղ, ես էլ այստեղ։ Վերցրել։ Դե Նազո ջան աշկերտ 4 արա։ Պեսոկը շատ քիչ ենք լցնում։ Այն աղջիկը չեկա, Լիլիթս, մամայի գերազանցիկը չեկա, անձրև ա, զոնտիկը տենաս տարել ա, և գնանք սուրճը վայելենք։ Այս վերջինը լցնեմ այստեղ,
Թող երազը կատարվի երազանքների բարի փերի, հա։ Լավ է հենց տաք ջուրել կա, մի փոքր լցնեմ, կարտոֆիլն էլ մաքրեցի ու կտրեմ լցնեմ։ Էսրանից է պրծա։ Ես չես աղել։ Հա? Չես աղել։ Ինչի? Արավ ես կար։ Չէ, վաղը լավ չէր հասել։ Լավ չէր հասել։ Կոպետ ուրենի։ Իա, եղավ քեզ ազիզ ջան։ Կոպետ ուր։ Եղավ ձավարով շորվա։ Այդ լոբին ես խաշում։ Լոբին է խաշում եմ, վաղը մտածում եմ ավելուկով ճաշեպեմ, թե լոբով սալատ անեմ։ Ավելուկով ջրիկ ճաշ չես ուտի։ Լոբով ճաշան։ Հա, դու սիրում ես, չէ՞, կարմիր լոբով ճաշ։ Պլանները փոխեց, ուրիշ պլան տվեց։ Կոպետ ուր։ Ամեն մեկը իր մենյուն է առաջարկում։ Ես մի օր գլուխս վերցնելու եմ գնամ։ Մի օր ես եմ նստելու, ասեմ դուք պատրաստեք, ես ուտեմ։ Կային։ Ես կամերայի դեմը հետս լավ ես, կամերայի դեմը կողը գալեմ ունատ էր գալի։ Բողոքում ես։ Բողոքում է, հետևորդներ, բողոքի։ Elə ես կամերայի կանչատեմ, հա։ Ես աղեշ նկեք է։ Շուտ չեմ եկել, ուշ ես քնիցել է։ Այնտեղ է։ Չէ ես Հա, դու ես ձյաձ ուշ քնից։ Հելը եմ, որ ձեր մոտ հակառակն է, ձեր գիշերը ցերեկ է, ցերեկն է գիշերն է, որ լվանանք և լցնենք։ Չէ՞, ինչ այլ է աչկդ։ Անհրաժեշտ էր լցրեցի ձավար, աղ, մարզա ու մնում է որ շորվան էփվի։ Մի բան եմ մոռացել։ Հեսա բերեմ, դուք է տեսեք։ Ընդունում եմ պատվերով ճաշ եմ պատրաստում։ Հա, թթու շլոր։ Այդ էլ է տենց ու փակենք թող էփվի, պրծա, ես մի դարդից պրծա։ Всё։ Եվ լոբին կդառնա լոբով ճաշ։ Շոտ քեզ համար լավ բան եմ բերել։ Լավերը կերակ ես վատերը այդ դուր ուտեմ։ Լավ բան եմ բերել, շոտ։ Նայեք, հետևորդներ ջան, էլի չրեր ունեմ է։ Կտրենք հեսա։ Չեմ էլ է։ Սիրուն ատար է։ Նախեսի պեյգեշ։ Երև իրեք ծնունդս էր, սիրունացել եմ։ Հլե դրա բանի տակ եմ։ Հա։ Այո։ Դե հույսում ես, որ 16 տարեկան է։ Ինչ որտա որ։ Նա իմ սիրուն են, հովեսի, իմ փոշին, տվել ընտիր կարալյոկի չիր։ Ահա, սիրելի հետևորդներ, ճաշը անջատում եմ, սա պատրաստ է, այս մի ճաշատեսակ, անջատեցի, սա տեղափոխեմ այստեղ, ասեք ինչու, լոբի պլանները փոխվեց, սա կացա և տեսեք լոբին այստեղ է, քանի որ Աշոտ ուզեց ես պատրաստեմ կարմիր լոբով ճաշ և լոբին տեղափոխում եմ այստեղ։
լոբինյարում այստեղ էլ մի բան է փում ես գոլորշի երեխաների նման նազելի նազ բաժանորդագրվեք Հիմալիքին ու տարածեք Են ուր ես գնում այդ տղա եկե կանգնե երջանիկ նայում ես խանութ ես էլ տարանք ստեղից չգիտեմ ինչ կարելի անել բայց մի բան կսարքեմ կամ աղցան կամ այսպես կուտենք միայն թե սառի տոքը լավ էլ կարմիր բազուկա Եվ ահա, սա էլ կարմիր լոբու համար եմ պատրաստել, սոխ առած պետք է անեմ։ Լոբու հատիկները լավ էպվել են, շատ լավ, և ես էլ մի հատ այսպես պարտադիր տրորում եմ, այնպես չեմ ան, որ պյուրե է դառնում, բայց պետք է տրորեմ։ Ալերե փոշին պատրաստեմ։ Ահա, ալյուր եմ լցրել, 2 գթալ և ջուր սառնա մի փոքր էլ տաք կա այստեղ։ Արագ խառնենք, որ կոկիկ հարթ լինի, էլի ջուր եմ ավելացնելու։ Լավ է, շատ լավ է և այստեղ ես պետք է պարտադիր է որ սպիտակ չմնա ալյուրին մի քիչ այստեղ կարմիր պղպեղ, բայց դե ջուր էլ ավելացնեմ գա։ Ահա, սա մեր փոշին։ Այստեղ, ահա, սոխարածը լավ է, մի քիչ ցածրացնեմ, չվառվի, մարման թող լինի։ Հիմա ուզում եմ այս ալյուրը լցնեմ ու խառնեմ։ Պնդանում է աղկացած կարմիր պղպեղ, մի լավ պարտադիր չորացրած ռեհան եմ լցնում։ Էդ է համովածնում։ Ահա։ Էլ այստեղ։ Եվ գիտեք ինչ պետք է եռանպայման, որ այդ ալյուրի համը անցնի, համերը միախառնվեն ու ավելի համեղանա։ Մի քանի րոպե թող եռա։ Մի հատ ես աղիությունը որոշեմ, մի փոքր վերցնեմ։ Գերազանց է համը։ Ոչ կարտոֆիլ, ոչ մի բան, ահա, այս տարբերակով ենք սիրում։ Չոր լավաշով է կարող ենք փրթել, տենց թթվով, մարինատով, հավեսին, ինչու չէ նաև գինով էլ կուտվի։ Ահա, ոյ գոլորշին ինչ խեղտեց է, ահա էպվեց, անջատում եմ, ինչ լավ է եղել։ Սնունդ պատրաստելուց բրծամ, տենամ երբ կսովածանան, որ ես սեղան պատրաստեմ, վայ, բա այստեղ ես ինչ է բազուկը մնաց, լավ ես ինչ էր, ինձ է լավ բազուկը, սրանից նկուղում շատ կա, գարունը կարելի է տանել տնկել, ինքը աճում է, ծաղկում ու սերմակալում է։
Որոշեցի մի հատ էլ գազար վերցնել։ Այսպես ավելի հարմար է։ Ես էլ կարմրեցի, բայց դե ոչինչ։ Տեսնում եք, չէ, ինչ էի որոշե սարքե եւ ինչ սարքեցի։ Դրա համար էլ ասում եմ, ոչինչ մի որոշեք։ Ահա։ Սալատներ սարքեմ։ Դեղերի տեղն է, լավ չես։ Ոյ։ Վերջ, մողջիկը մնացոն զրևի տոկ, չէ։ Ոյ, ինչ ես։ Կարող ենք խթայել, կցել, թթու, հա։ Կայնի Լիլիթ բան եմ անում, Լիլիթ ջան, համբերի։ Ահա։ Էլի փորձեմ, բարակ, տենց կտորներ անել։ Ես էլ ավելացնենք։ Մեկ էլ պետրուշկա եմ կտրում։ Հենց որոշեցի կտրել առանց տախտակի։ Մի փոքր սև պղպեղ, բուսայուղ, ես էլ աղ, հարկ լինի, էլի կլցնենք, առանց սխտորել չի լինի, պարտադիր սխտոր սենց տարբերակով, սենց ավելի լավ մանրանում ու հատիկ կա լինում։ Ամբողջը չեմ լցնելու։ Եվ հիմա խառնենք այս շիլաշփոթը։ Խառնենք, տեսնենք ինչ է լինում։ Եվ էլ ինչ աղցան, եթե չենք ավելացնում թթվասեր։ Գիտեք չէ, ինչքան շատ եմ սիրում խոհանոցը, ռիսկով տենց նոր բաներ մոգոնել, սարքել, պատրաստել ու չվախենալ։ Դրա համար ճիշտ են ասում, ռիսկն էլ գործի կեսն է։ Այնպես որ մի վախեցեք նոր համեր ստեղծելու, նոր գաղափարներ ստեղծելուց, չի վերաբերվում միայն խոհանոցին, այլ առհասարակ ձեր կյանքում։ Եթե որոշում եք ինչ-որ մի բան անել, ստեղծել, մտածում եք, հա, չի լինի, մի վարարեք, մի մտածեք, վերցեք ու փորձեք, ռիսկը գործի կեսն է, սա էլ աղցանը։